Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն է։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև սիրելի Արմինե եւ բարև սիրելի հայրենակիցներ, կարծում եմ եւս մի հետաքրքիր զրույց է սպասում մեզ, համեցեք։ Այո, պարոն Գրիգորյան, մենք ընդառաջ ենք գնում հայոց ցեղասպանության տարելիցին 111-րդ տարելիցն է, ապրիլ 24-ն է վաղը, եւ նախ խոնարհվում ենք մեր զոհերի, մեր նահատակների հիշատակի առաջ եւ կարճ տեղեկատվությամբ հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ նրա հաջորդած Քեմալական Թուրքիայում պետական մակարդակով իրականացված հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություններ, որով փաստորեն մենք բնիկներս ոչնչացվեցինք, մենք կորցրեցինք մեր հայրենիքը, հայրենազրկում է տեղի ունեցել, ինչի մասին մենք հաճախ պետք է բարձրաձայնենք եւ 1.5 միլիոն, հաճախ նաեւ ասում է 2 միլիոն զոհեր ենք ունեցել, սպանված մեր նահատակների հիշատակը բոլորիս սրտում է եւ անկախ վարվող տարբեր ժամանակներում քաղաքականության Կարաչարկեմ պարոն Գրիգորյան մեր զրույցը նախ սկսել հետեւյալով, նախ խոսենք այն մասին, թե ինչ է իրականացվել անցած տարիներին, նկատի ունեմ մինչև 2018 թվականը այդ գունավոր հեղափոխություն կոչվածը եւ ապա կխոսենք այն մասին, թե այսօր ինչ է կատարվում, այս վարչախումբը, Փաշինյանի վարչախումբը ինչ քաղաքականություն է իրականացնում։ Իրենք նաեւ ուզում եմ հատուկ շեշտել եւ նաեւ մեր ունկնդիրներին տեղեկացնել, թե ինչու ես հենց այսօր ձեզ եմ հրավիրում, պարոն Գրիգորյան, որովհետեւ դուք Սփյուռքի մեր այն բացառիկ հայրենասեր հայերից եք, որը մեծ դերակատարում ունի, մեծ լումա ունի հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ հենց 2004 թվականին, ես չեմ սխալվում, չէ, եթե կսխալվեմ, կուղեք խնդրեմ, Սլովակիայի խորհրդարանը շնորհիվ ձեր մեծագույն ջանքերի ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Եվ ուրեմն եկեք հենց այդպես սկսենք, թե ինչ արվեց անցած տարիների ընթացքում, երբ մենք բոլորս առաջնորդվում ենք եւ Հայաստանը եւ Սփյուռքը ճանաչել, դատապարտել, փոխհատուցել։ Այս կարևոր լոզունգի տակ ենք գործել անցած տարիների։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան, ինչ աշխատանք է արվել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր ինձ հրավիրել էին առավոտյան ժամը 11-ին, ես մի ժամանոց հանդիպում ունեցա Բրեսլավայի քաղաքապետարանի ղեկավարության հետ, մշակութային բաժնի կազմակերպած, որտեղ մանրամասն խոսում էինք այդ ձեր նշած 2004 թիվ նոյեմբեր 30, իդեպ նոյեմբեր 30-ին ծննդյան օրն է, ինչպես ինձ հաջողվեց անցկացնել Սլովակիայի ազգային խորհրդում հայոց ցեղասպանության բանաձևը, բացառիկ մի բանաձև, եւ այնուհետեւ ես պատմեցի, որ Սլովակիան առաջինն է եւ գրանցվեց այդ անունը պատմության մեջ, որ 2009 թվականի սեպտեմբերի 1-ից այդ բանաձևին տվեց քրեական ուժ, այսինքն Սլովակիայի արտադրության նախարարությունը ներկայացրեց պարլամենտ եւ կառավարություն ու հաստատվեց, որ եթե որևէ մեկը սլովակական հողի վրա կժխտի հայոց ցեղասպանությունը 5 տարի ազատազրկվի, եթե դա դիտմամբ է արել, իսկ եթե դիտմամբ չի արել, 3 տարի կազատազրկվի։ Եվ ես այսօր պատմեցի, թե ինչպես Թուրքիայի դեսպանուհուն ես քրեական գործ հարուցեցի նրա դեմ, որը մեր այս հրաշք խաչքարը, որը իմ գրքի էջին դուք տեսնում եք, այդ խաչքարի մոտ մեր ավանդական հանդիպումից հետո ապրիլ 24-յան հայտարարեց, որ մի շարք Սլովակիայի խոշոր քաղաքական գործիչներ թույլ են տալիս սարսափելի սխալ եւ խոսել են հայոց ցեղասպանության մասին, որը գոյություն չի ունեցել, այդ գոյություն չի ունեցող բարի համար նրան հետ կանչեցին։ Եվ պիտի ասեմ, որ նաեւ նշեցի, որ 1915 թվականի 1.5 միլիոն ջարդը, որը այնուհետև դուք շատ ճիշտ նկատեցիք, քեմալականների կողմից շարունակվեց եւ ծավալը հասավ ավելին, քան 1.5 միլիոն է, մենք դրա հետևանքով կորցրեցինք, ես այսօր հայտարարեցի, մեր երկրի 90%-ը
300,000 քառասու կիլոմետր ավանդական տարածքի փոխարեն մեզ մնաց 30,000 քառասու կիլոմետր, որը այսօր այդ ապիկարի կողմից նույնպես հարցականի տակ է դրվում, քանզի 12,000 քառասու կիլոմետր, որ մենք ձեռք էինք բերել մեր արյան գնով 92-94 թվականների պատերազմի հաղթանակի շնորհիվ, դա նույնպես սատանան տվեց թշնամուն։ Եվ դուք բացարձակ ճիշտ եք, այս օրը մեր համար սարսափելի խորհրդանշական է, որ այո, պետք է հիշենք, պարսավենք եւ պատիժ պահանջենք թշնամուց։ Այսօր հատկապես խորհրդական է դարձել, որովհետեւ մարդիկ փորձում են մոռացության մատնել այն համաշխարհային նշանակություն ունեցող փաստը, որը ես հիմա մեջբերում եմ, անովեսրվա իմ հանդիպումից, իմ ելույթից, որ Ռաֆայել Լեմկինը 48 թվին մակում հայոց ցեղասպանության վրա պատրաստեց իր բանաձևը եւ այն հայտարարեց ոչիր մարդկության նկատմամբ այս մեր Սուրբ Խաչքարի պատին հետնամասում գրված է դա, որ Սլովակիայի ազգային խորհուրդը ընդունեց իմ կողմից ձևակերպված բանաձևը, առայն որ 1910 թվականի 1.5 միլիոն հայ է ոչնչացրել, եւ Սլովակիայի ազգային խորհուրդը դա համարում է ոչիշ մարդկության դեմ կատարված։ Եվ ես խորին շնորհակալությունս հայտնեցի սլովակներին քաղաքապետարանում, իդեմս քաղաքապետի եւ տարբեր բաժինների ղեկավարների, թե ինչ երկրում եմ ես հայտնվել, երբ իմ թիկունքին երկու անձ գվածած դուրս են շպրտել իմ հայրենիքից, եւ ինչքան երախտապարտ եմ ես սլովակ ժողովրդին, որը ինձ սատարեց, եւ հատուկ ես նշեցի այս խաչքարը, որը դուք դարձրել եք ձեր տուրիստական խոշոր այցելավայր եւ պաշտամունքի առարկա, եւ շատ տեղին եք դարել, որովհետեւ 4-րդ դարից մենք ունենք աննման մի մշակույթ, որը կոչվում է խաչքարի մշակույթ, եւ մենք այն ազգն ենք, որը սկսել ենք վերածնունդը 10-րդ դարում հասցնելով գագաթին եվրոպական վերածնունդից 300 տարի առաջ։ Մենք 10-րդ դարում արդեն ունեցել ենք վերածննդի գագաթ եւ ես իմ խորին շնորհակալությունը հայտնեցի սլովակ ազգին, որ այդպես գնահատում փայփայում է մեր հիշողությունները, մեր կրած պատիժը, տանջանքը, միայն նրա համար, որ մենք քրիստոնեությունը առաջին ենք ընդունել, միայն դրա համար, որը հաստատ Աստված շատ բարձր է գնահատում։ Եվ այսօր մենք գործ ունենք սատանայի հետ, քանի որ ես տվեցի Աստծո անունը, ապա նշենք, որ ցավոք մեր երկրում հայտնվել է սատանա եւ սատանիզմը, բարձր բուն իմաստով։ Եվ դուք շատ տեղին նշեցիք մինչև 2018 եւ 2018-ից հետո։ Քրիստոսը 301 թվականից մինչև 2018 թվականը եղել է բարձրագույն մակարդակի վրա, նույնիսկ դիմանալով խորհրդային բոլշևիկյան արշավանքներին, նույնիսկ անցնելով այդ կրակի միջով, եւ այսօր 2018-ից հետո սկսվել է նոր պատմություն, սատանիզմի պատմությունը, որը կոտրում է մեր հիշողությունը, մեր հավատը եւ մեր ազգի ամենամեծ հարստությունը մշակույթը, ոչնչացնում է մեզ հիմքերից։ Սա դուք շատ ճիշտ եք նկատում, որ հատուկ մի երևույթ է եւ այսօր սիմվոլիկ օր է, վաղը 5 միլիոն մարդ բարձրանալու է սրբավայր իր հիշողության տուրքը մատուցելու եւ ես մեծ հույս ունեմ այդ 5 միլիոն մարդը իջնելու է այնուհետև քաղաք իջնելու, որովհետեւ մեր սրբավայրը գտնվում է բարձրունքի վրա, ասես ամեն ինչը սիմվոլիկ է ընտրված եւ բոլորդ հիանալի գիտեք թե ինչպես է երևում Ծիծեռնակաբերդից Արարատ Սուրբ Լեռը, այո, որի գագաթից նոյն է իջել, հա, եւ մենք այդ Սուրբ վայրից իջնելու ենք կենտրոն եւ պահանջենք այդ ապիկարի հրաժարականը, որը պետք է անկասկած մինչև ընտրությունները տա արդյունք,
քանզի ընտրությունները կեղծրելու են սարսափելի ձևով, որի մասին դա իմ հաջորդ հարցը կլինի, Այո, կխոսենք։ Դա շատ կարևոր ինֆորմացիա, Շատ լավ, ես անհամբեր սպասում եմ այո այդ տեղեկատվությանը, բայց մինչ այդ ես ուզում եմ ուղղակի շեշտել հետևյալը, ինչի մասին իդեպ շատ քիչ ենք խոսում։ Տարիներ առաջ, պարոն Գրիգորյան, ես մի հարցազրույց էի վարում մի լեզվաբանի հետ, շատ կարևոր շեշտադրում արեց, այսինքն բացի այն, որ մենք մշակութային ցեղասպանություն ենք ապրել մեր հայրենի հողում, Արևմտյան Հայաստանում, որը կոչվում է էթնոցիդ, եւ այդ մասին քիչ ենք խոսում։ Առավել եւս մենք գրեթե չենք խոսում լեզվական ցեղասպանության մասին։ Եվ գիտեք դա ոնց է կոչվում lingvocid, այսինքն մենք մեր ժողովուրդը արևմտահայերենը, մեր գրական լեզուն է կորցրել նաև։ Մենք աշխարհով մեկ պետք է խոսենք այս ամենի մասին, թե ինչ հետևանքներ ունեցավ, երբ Թուրքիան որոշեց ցեղասպանել բնիկ հայությանը իր իսկ հայրենիքում։ Հետևաբար հայրենազրկում, մշակութային ցեղասպանություն, լեզվական ցեղասպանություն, մարդկային ֆիզիկական բնաջնջում, այս ամեն ինչը պետք է լինի միշտ մեր, այսպես ասած, օրակարգում, իսկ թե ինչ է այս վիճակը հիմա մենք կխոսենք, կարծեմ թե նկատեցի, որ դուք արձագանքել եք ուզում, խնդրեմ։ Այո, այնքան շնորհակալ եմ ձեզ, որ մշակութային ցեղասպանության եզրը նույնպես հիշեցրեցիք, որովհետև Լեմկինը չհասցրեց։ Այո։ Չհասցրեց ձևակերպել մշակութային ցեղասպանություն եզրը իրավաբանորեն։ Միայն ասաց, որ ցեղասպանությունների նախորդում եւ հաջորդում է մշակութային ցեղասպանությունը։ Եվ իմ փառահեղ դուստրս Տաթևիկը London School of Economy եւ London University College երկու համալսարանների ավարտած իմ բալիկս գրեց Տոնի Բլերի գլխավոր խորհրդականի ղեկավարության ներքո Cultural Genocide մշակութային ցեղասպանություն, այս իր իրավաբանական հաստատումը, որը Լեմկինը չէր հասցրել անել, եւ այս գիրքը երկլեզու դուք Հայաստանում էլ կարող եք գտնել, որովհետեւ մենք Հայաստանում ենք տպել, ամբողջովին հիմնված էր այն փաստերի վրա, թե ինչպես Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակութային կտորները եւ վերհուշել խաչքարները բազմահազար խաչքարները դրա վրա հիմնված Տաթևիկը տվել է մշակութային ցեղասպանության իրավաբանական եզրը հաստատումը։ Այդ առումով իսկապես Տաթևիկը նշում է, որ ոչ մի դեպքում մենք չենք ուզում գերագնահատել մշակութային ցեղասպանության իմաստը իրական մարդկային ցեղասպանության հետ համատած, սակայն չենք ուզում նաև թերագնահատել։ Այո։ Սարսափելի փաստ է եւ այո, հետքը վերացնելու իդեալական ճանապարհը վերացրու մշակույթը եւ վերացրու հիշողությունը։ Այս գործի համար սատանան ստացել է իր ավակ սատանա եղբայր Ալևից 5 միլիարդ ամեն իմ ելույթին ես ասում եմ եւ ամեն անգամ ասում եմ փորձեր ասել ոչ Նիկոլ տեսնեք ծպտուն չի հանում հենց 5 միլիարդ 2018-ին ստանալուց հետո նա սկսեց վերացնել ոչ միայն Արցախը ոչ միայն մեր հիշողությունը մշակույթը այլ վերջը դրա արդյունքում լինելու է մենք կորցնելու ենք մեր սուրբ երկիրը այնպես որ այս առումով իսկապես շատ շնորհակալ եմ որ նաև այս հարցը բարձրացրեցիք ձեր նշած Ես էլ շատ ուրախ եմ, կներեք, պարոն Գրիգորյան, շատ ուրախ եմ, ինձ համար շատ հաճելի նորություն էր, որ տեղեկացրեցիք ձեր դստեր կատարած գործի հետ կապված, ես անպայման կգտնեմ այդ գիրքը, պարտավոր է ամեն հայ կարդալ, այո, եւ հետեւաբար եկեք այսպես շղթան շարունակենք, հա, հայոց ցեղասպանություն 111 տարի առաջ եւ նույն իրավիճակը 2020 թվականին տեղի ունեցավ Արցախում, այլևս ակնհայտ է պայմանավորված պատերազմ պարտության ելքով, որտեղ պետք է պարտվեր Արցախն ու Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է ծանր այրունոտ հարված ստանար եւ փաստորեն ինչ կատարվեց, պարոն Գրիգորյան, ես միշտ այդ մասին հաճախ այսպես մտածում եմ, որ երբ որ ասում ենք դե հիմա ճանաչեցինք ինչ
բայց ճանաչել, դատապարտել, դա կանխում է նոր ցեղասպանությունների ընթացքը, այնինչ լիարժեք մեզ չհաջողվեց, ցավոք պիտի ասեմ, իհարկե մի քանի տասնյակի եւ կարևորագույն երկրներ, գերտերություններ ընդունել են, ճանաչել են, դատապարտել են, բայց այդ ճանաչման շղթան ամեն դեպքում այն լիարժեք դերը չունեցավ։ Գուցե պետք է մենք հասնենք նրան, որ Թուրքիան ճանաչեր առաջին հերթին, որպեսզի չկատարվեր այն, ինչ եղավ Արցախում։ Սրա հետ կապված կուզեմ սկսեք խոսել եւ անդրադառնանք նաեւ նրան, ինչ եղավ Արցախում, մանավանդ 2 օր առաջ մեր բոլորի աչքի առաջ եւ Հայաստանի իշխանության լռության, հա, այսպես Ստեփանակերտի ազդեցիկ եկեղեցին, քարուքան դարվեց Ստեփանակերտի հրաշք եկեղեցին, որը ակնհայտ մշակութային ցեղասպանության դրսևորում է։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ ուրեմն տեսեք, ես մինչև այս վերջի կետին անցնելը ուզում եի եւս մի կետ նշել ձեր շատ կարևոր նկատառումներից, նաեւ լեզվի ցեղասպանություն։ Սա նույնպես մտածած արվում է եւ երբ որ ես տեսնում եմ, թե ինչպես սկսում են արդեն այով գրել, այսինքն մեր գրական լեզուն ոչնչացնում են հիմնովին, ինչպես որոշ մարդանման կապիկներ, շատ ներողություն եմ խնդրում, այլ անուն չեմ կարող տալ, հեռուստատեսությամբ այով են խոսում, կամ մի արդեն տարիքով լրագրող, որը միայն այով է խոսել իր ամբողջ կյանքը, ինչ նպատակ է դրել հետաքրքիր է, եւ մեր բառապաշարի մեջ փողոցային լեքսիկոնը դարձել է արդեն գրականի փոխարինող, լրիվ ես ձեզ համամիտ եմ, բոլոր առումներով գնում է ազգի ոչնչացում, դուք շատ ճիշտ նկատեցիք, գուցե դա մարդկանց համար շատ փոքր մի ակնարկ լինի, որ լավ, լեզուն աղավաղում են, հետո ինչ, ոչ, հիշողություն, լեզու, մշակույթ, ինչ մնաց, եւ հիմա անդրադառնանք նաեւ այո, Արցախում տեղի ունեցած, արդեն տեղի ունեցած եւ մարդկային եւ մշակութային ցեղասպանությունը, սիրելի Արմինե, իմ այս հրաշք դստեր գիրքը անպատճառ ես դա կասեմ ձեզ կնվիրեն Հայաստանում, դուք այնտեղ կկարդաք, որ ցեղասպանությունը որպեսզի իր հիմնական ավարտը ունենա, ավարտվում է մշակույթի ոչնչացմամբ եւ մշակութային ցեղասպանությունը դա հիշողության վերջնական վերացումն է, ինչ որ անում են Արցախում հիմա։ Նախ ոչնչացրեցին, ընդ որում ասում եմ, պետք է շատ լուրջ ընդունել այդ մշակութային ցեղասպանության գաղափարը։ Ոչնչացրեցին, դեպորտացիա արեցին, որը ցեղասպանության կարևոր տարրերից է դեպորտացիան, տեղահանում եւ ցեղասպանություն, պարոն Լեմկինի իրավական հաստատման մեջ դա կա, տեղահանում եւ տվյալ էթնիկ խմբի ոչնչացում, ճիշտ է, մեր ազգի ոչնչացումը մինչև հոլոկոստը ամենասարսափելին էր իր թվով, բայց շատ ավելի 10 անգամ ավելի փոքր մարդկության ոչնչացումը, էթնիկ խմբի ոչնչացումը Լեմկինը համարում է ահավոր ցեղասպանություն։ Եվ այդ ցեղասպանության լուսապսակը այնուհետև մշակութային կոթողների ոչնչացումն է, ինչ որ անում են ազերիները, շատ լավ հասկանալով ցեղասպանության արժեքը։ Ես նորից մեջբերեմ այսօր իմ ելույթից, ես ասեցի սիրելիներս, ինչ եմ ես ձեր ազգին այսքան պաշտում, դուք ասի չգիտեք 2005 թվականից սկսված, ինչ պատվիրակություններ է ուղարկել Թուրքիան, այն ժամանակ Աբդուլլա Գյուլն, հետո Էրդողանը, ու ես պատմեցի 7-8 անգամ, նաև պաշտպանության նախարարը արտգոս նախարարը հետ միասին, Լարիջանը եւ այլն եկել են Թուրքիայի դեսպանը ինձ հրավիրել է, ինչ ուզում եք, մենք ձեր համար պատրաստ ենք անելու, խնդրում ենք, շատ ինտելեկտուալ միջելոց հիանալի անգլերեն խոսող անձնավորություններ, խնդրում ենք, պարոն Գրիգորյան, պարոն դոկտոր, երկու բան, արեք, ինչ ուզում եք Թուրքիայից ունեք, առաջինը, փոխեք ցեղասպանության եզրը, ինչով կուզեք, ջարդ, մասակր, եղերն, ինչ ուզում եք, սա մեկ, ինչ ուզեք դիմացը մենք ձեզ տալիս ենք։ Եվ երկրորդ,
խնդրում ենք, հանեք մեր սրտի մեջ մխճված այդ խանչալը, ձեր խաչքարը։ Ես այսօր դա պատմել եմ քաղաքապետարանում ու ասում եմ, հիմա իմ պատասխանը լսեք, պարոն դեսպան, կներեք, մենք գիտեք, ինքներս էլ շատ լավ ենք հասկանում Լեմկինի տված ցեղասպանության եզրի արժեքը։ Մենք շատ լավ ենք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Դա այլևս ձեր ճակատին խորագրված արատ է, որը երբեք չի հանվի։ Իսկ ինչ վերաբերվում է խաչքարին, որը ձեր սրտի մեջ մխրճված խանչալ է, դա շույն է։ Կներեք, ես դա չգիտեի, եւ առավել եւս մենք դա չենք կարող անել, եթե դուք այդքան բարձր եք գնահատում նրա արժեքը, եւ մի մոռացեք, չէ՞ որ խաչքարի վրա գրված է եւ դիմաց է եւ հետեւը, այն նվիրված է հայոց ցեղասպանության զոհերին եւ այնտեղ գրած է 3 լեզվով՝ հայերեն, անգլերեն եւ սլովակերեն։ 1.5 միլիոն մեր անմեղ զոհերի հիշատակին է նվիրված այդ խաչքարը։ Կներեք, ձեր երկու խնդրանքն էլ ես չեմ կարող կատարել, չնայած իմ պապին մեծ ճաշկերույթ էր կազմակերպել, խնդրում էր, բա Աբդուլլա Գյուլին կհրավիրենք, Վարդան Օսկանյանին կհրավիրենք, Գյուլն այն ժամանակ արտգործնախարար էր, մեր հայ-թուրքական հարաբերությունները կդարձնենք, այսինքն այս սատանան, տեսեք ոնց է ծախվել։ Երբ որ ինձ այդ առաջարկները լինում էին, ես հպարտություն էի զգում, որ հայ եմ եւ երևի թե լավ հայ եմ։ Այնքան մեծ հպարտություն էի զգում, էլի։ Իսկ այս սատանան մեզ բոլորիս վաճառում է, վաճառում փողով։ Եվ ամենավերջին սատանայությունները անում, կնոջ հետ ամուսնանում, կնոջից բաժանվում, շատ լավ հասկանալով, թե իր ընտանիքին ինչ է սպասվում, եթե հունիսի 7-ին ինքը տապալվի, բայց առավել եւս եթե մինչև հունիսի 7-ին ինքը տապալվի, շատ լավ հասկանալով, թե իրեն ինչ է սպասում, չէ՞ որ ես ակնարկել եմ, որ քո ընտանիքը չի կարող արտասահմանյան փախնել, մոռացի, այստեղ այնպիսի արյունարբու հայեր կան, ես նրանց դատապարտում եմ այդ արյունարբու հայերին, բայց նրանք սպասում են երբ են գալու, որ քո ընտանիքի արյունը խմեն, հասկանում ես, տղա, այդ քո տղան, այդ քո աղջիկը, դու չես պատկերացնի ինչ սատանա ճտի անուններ ունեն այստեղ դրսում, բրկուտ մի անցկացրու, որ բաժանվեցիր կփրկվեն իրենք, հասկանում եք, ու դա մի համար իմ կողմից զգուշացում, դա հակառակ, համայրի քրիստոնյայի խոսք, որը արդարադատության կողմն է եւ դեմ է նման ճանապարհով պատժելուն։ Այ ուրիշ բան, որ սահմանադրության մեջ փոփոխություն կանեն եւ հատուկ քո համար, դավաճանի համար մահապատժի հոդված կմցնեն, դա ուրիշ բան, դրան ես համամիտ եմ, բայց պետք է քեզ դատել եւ մահապատժի ենթարկել։ Ինչևէ, ամեն դեպքում, այն ինչ որ այսօր կատարվեց Արցախում եւ շարունակում է, այդ որ շարունակվում է, դա պատկերացրեք թուրքերի տասնամյա երազանքն է եւ այն ինչի իրենք չկարողացան հասնել հայրենասերներին գնելով, կարողացան սատանային գնելով հասնել։ Հայրենասեր ինչ ես կարող գնել, հակառակ, այդ բոլոր քայլերը ինչ որ արել է թուրքական կառավարությունը Սլովակիայում մեր խաչքարը վերացնելու հանելու համար, դրանից ես այնպեսի շնորհակալության, երախտագիտության զգացում եմ դեպի Աստված լսվել, որտես Աստված մեզ ոնց է պահում։ Բա իհարկե, մենք առաջ քրիստոնյա ժողովուրդ ենք։ Ինչևէ, ամեն դեպքում իսկապես անհնարին է Արմինե ջան առանց էմոցիաների խոսել, սակայն այն ինչ որ դուք նշեցիք Ստեփանակերտի սուրբ եկեղեցին։ Օй, Տեր Աստված։ Ախր Արցախի եկեղեցիները հատուկ են, չէ՞։ Խելագարվելու եկեղեցիները են, չէ՞։ Ես ինչքան ոչնչացվում է, բոլորը։ Ես ինչքան նոտարիզացիա եմ տարել, բոլորը խելագարվել են։ Հենց լաչին անցնում է իր աչի վրա հերով մի հատ հրաշք, եկեղեցի գնում է իր Շուշի, վայ Տեր Աստված։ Կենտրոնում մի հատ հրաշք եկեղեցի, էլ դադիվանք եւ այլն, ինչ ասեմ, խելագարվելու ուղղակի մշակույթ եւ Ֆրանշիկ Մելգրշոն վերջերս եւս ինտերվյու տվեց մի անգամ ու ասեց հայ ժողովուրդը հավերժ կապրի, քանի որ դուք ունեք Արարատ, ունեք քրիստոնեություն եւ հավերժ կապրի Արցախը, Սլովակն է ասում։
եւ հավերժ կապրի Արցախը, որովհետեւ Արցախում է առաջին անգամ եկել հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներից Բարթողոմեոսը առաջինը Արցախ է եկել եւ զարմանալի ազերիներն էլ գլուխ են գովում, որ գիտեք, առաքյալները առաջինը եկել են Ադրբեջան։ Արցախի տարում են Ադրբեջան, առաքյալները առաջինը Ադրբեջան են եկել։ Ինչեւ է Դժվար է դիմանալը, պարոն Գրիգորյան, դժվար է դիմանալ։ Մենք խոսում ենք ահավոր ծանր եւ թեման է ծանր եւ տառապում ենք, որովհետեւ շատ ճիշտ եք։ Մենք եւ առաքյալների գալու երկիրն ենք կորցնում Արցախով հանդերձ եւ մեր ամարասը, մեր գրի, գրականության ստեղծման ակունքը Մաշտոցյան Արցախը մի ուրիշ աշխարհ է եւ այսպես խոսել ուղակի հանձնելու մասին եւ չմտածել վերադարձի մասին, սա անթույլատրելի է։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Դուք շատ կարևոր բան հիշեցրեցիք։ 20 տարի առաջ ես հիշում եմ, որ լրահոսը եկավ, որ Էրդողանը մեծ գումարներով, անգամ նշվում էր այսպես, որ պայուսակներով ուղարկում է իր դիվանագետներին դեպի Սփյուռք, Սփյուռքի հայտնի մարդկանց գնելու համար։ Փաստորեն դուք էլ եք անցել այդ ալիքի տակով։ Ես անգամ տեղյակ եմ որոշ պատմաբաներ սկսել էին արդեն թուրքական փողերի տակ կեղծիքներ թույլ տալ։ Այո։ Կանոնները չտանք, բայց լավ գիտենք, ճիշտ եք ասում։ Շատ լավ գիտենք, ես առիթ եղել նաև հնչեցրել եմ անունները, ինչից ոմանք շատ վատ խառնվել են իրար, բայց դա փաստ էր, այսինքն այնտեղ դրված էր խնդիրը, որ իրենք պետք է բնիկությունը մեր զրոյացնեն, այն նման գրքեր են, մի պահ գրվեցին։ Համենայն դեպս փառք ու պատիվ մեր Սփյուռքի այն բոլոր հայերին, ձեր գլխավորությամբ պարոն Գրիգորյան, ովքեր ամուր մնացին իրենց արժեքներին, արմատներին, իրենց գենին եւ իրենց Աստծուն հավատարիմ, եւ հիմա մենք ունենք միասին անցնելու շատ հաջորդ մի շատ կարևոր իրավիճակի առաջ ենք, այնինչ չհաջողվեց ճիշտ եք ասում, Էրդողանին, Գյուլին չհաջողվեց անցած 30-20 տարիների ընթացքում անել, բերեցին 2018-ին մի անձնավորության, որը հիմա ներսից, այն տրոյական ձիու մասին խոսել ենք միասին շատ, քանդում է հենց այն, ինչ որ ուզում էր, երազում էր Ալիևները, Հեյդար Ալիևները, երազում էր Աթաթուրքը Էրդողանի ձեռքով, հիմա կատարվում է։ Հիմա եկեք տեսեք ինչ է կատարվում, հա։ Բաց տեքստով Նիկոլ Փաշինյանը հիմա խոսում է, եթե 21 թվականին իր ծրագրում ասեց այնինչ ասեց բավական լավ բաներ էր ասում Արցախի դեօկուպացիայի հետ կապված, հազար հետաքրքիր բաներ էր ասում։ Հիմա բաց տեքստով ասում է սխալ ենք արել, հայրենասիրական ինչ որ ասում է խառը մտքերի մեջ ենք եղել։ Հիմա մենք պետք է սահմանադրությունը փոխենք, որպեսզի մեջից հանենք դեր շպրտենք անկախության հռչակագիրը, որտեղ կա հայոց ցեղասպանության հիշատակման մասին եւ Արցախի հայկականության մասին։ Եվ այսպես շարունակ եւ 300,000 ադրբեջանցիներ բերել լցնել Հայաստան։ Մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած եւ հստակ ասում է, որ գամ եկեղեցու հարցերն եմ լուծելու։ Մարդը բաց տեքստով ասում է, որ չգիտեմ այդ ինչից է, երևի ինքը համոզված է, որ ընտրվելու է, պարոն Գրիգորյան։ Հիմա ասում է, որ հետո ասի ժողովուրդ, ես ասում էի, տեսակ դուք ինձ ընտրեցիք, ուրեմն գնում եմ հանգիստ որպես լեգիտիմ մարդ, ընտրված ղեկավար, այդ բոլոր հակահայկական ծրագրերն անելու հանկարծ ինձ չասեք մի արեք։ Դուք չունեք այդ վախը, ես ունեմ այդ մեծ անհանգստությունը։ Ես պատասխանեմ ձեզ։ Այդ ընտրվել բառը եկեք մենք հիմնովին հանենք, չկա նման բան։ Այն, որ Նիկոլը մնալու է որպես վարչապետ, դրա վրա աշխատում են Եվրոպայի իր նման սատանայապետները, ինքը փոքրիկ ճուտ է սատանայի։ Այդ սատանայապետները ֆոն դեր Լայն, Կոշտա եւ մի շարք նախագահներ, Էմանուել Մակրոն եւ այլն, Մերց, դուք քաջատեղյակ եք, որ մայիսի 3-ին ժամանում են Հայաստան եւ 4-ին 5-ին երկու սարսափելի ակտ են կատարելու։ Մեկը բոլորիդ հայտնի է, 1000 անգամ արդեն ասել եմ, որ պետք է տպավորություն ստեղծեն, որ իրենց այցից հետո ժողովուրդը ամբողջովին տրամադրվեց դեպի Նիկոլը եւ Նիկոլին ընտրեց ու բերելու են այն ինչ որ կպայմանավորվեն, այնպես չէ Մարիա Սանդոյի հետ արեցի։ Իսկ գրելը Հայաստանում շատ հեշտ է, որովհետեւ ես օրինակ Գրիգորյան Աշոտս, ունեմ հայկական քաղաքացիություն, ես 2 անգամ ընտրել եմ Սերժ Սարգսյանին, 2 անգամ էլ ես ընտրել եմ Նիկոլ Փաշինյանին։
ավելի կան համոզված եմ, որ ընտրել եմ, որովհետև երբ որ փորձել եմ պարզել իմ անձնագիրը, իմ բնակության վայրով Դուրյան 45 ոնց է օգտագործվել, ոչ մի կերպ չեմ կարողացել պարզել իմ այսքան հնարավորություններով ու կապերով, այսինքն մոտ 500,000 սփյուռքահայ, որոնք ունեն անձնագիր, բոլորը միաձայն ընտրում են Նիկոլ Փաշինյանին։ Ուզում ես ճղի պատվի, այլ տարբերակ չունես, քանզի քվեատուփերը հանեցին եվրոպական բոլոր դեսպանատներից, եւ մենք շանս չունենք մասնակցելու քվեարկություններին։ Ինչ է քվեատուփերը հանեցին, որտեղ մենք բոլորս արդարացի քվեարկելու ենք, չէ՞։ Եվ ոնց կարող է մենք գնանք Սերժ Սարգսյանի ձայն տայինք հանգարց էլի։ Եվ սրան։ Այսինքն, այն որ կեղծվելու է, սակայն այս այցը հատուկ ընտրություններից առաջ կազմակերպվել է Նիկոլի խնդրանքովի դեպ Ալբանիայում, նա սամիտներից մեկի ժամանակ խնդրել էր փրկեք, որպեսզի կեղծեն ու ասեն, որ այդ Եվրոմիությունը տեսեք ինչ վատ սխալ քայլ արեց, եկավ, ռեկլամարեցին, գովազդեցին եւ Նիկոլը ընտրվեց, ոչ Նիկոլը չի ընտրվելու։ Կեղծվելու են ընտրությունները։ Եվ որպեսզի նման պատկեր ստեղծեն, նման քայլ են դիմում։ Սա մեկ, երկրորդ ավելի սարսափելի բան, որը Հայաստանում չեն խոսում դրա մասին, Ռուսաստանում էլ առանձնապես չեն խոսում, այստեղ են ինձ ներկայացրել իրավիճակը Եվրոմիության, ուրեմն Եվրոմիությունը քանի որ լրիվ քայքայվում է, թույլատրել են մասեր են բաժանվել։ Այս երկրը որտեղ ես եմ ապրում, ամենամեծ ընդդիմադիրներից մեկը մեր փայլուն իմ լավ ընկեր Ռոբերտ Ֆիցոն է, որին ահավոր շատ եմ հարգում, եւ միմյանց մենք լսում ենք ու քայլեր ենք անում։ Ուրեմն Մադյարը ընտրվեց Օրբանի փոխարեն, նույն Օրբանն է, նույն Ռոբերտ Ֆիցոն էլ այնտեղ նստած, շարունակվում է ծրագիրը եւ հզորանում է այս բանակը, Եվրոմիությունը սկսել է, Բրյուսելը սկսել է արդեն իրեն կորցնել, ցավոք, էլի Հայաստանը դառնում է առանցք, մի սարսափելի փոփոխությունների առանցք, հավաքվում են, որպեսզի պայմանավորվեն, որ Եվրոմիությունը արհեստականորեն ընդլայնվում է, ստեղծվում է նոր մի միություն, անունը չգիտեմ ինչ կլինի ապագայում, որին միանում են բոլոր նրանք, ովքեր հրավիրված են Հայաստան ամսի 3-ին, բոլոր դրանք եւ Ուկրաինան, երկու երկիր չի հրավիրվել, Բելարուսը եւ Ռուսաստանը։ Սա արվում է Բելարուսի եւ Ռուսաստանի դեմ։ Եվ եթե հետևեք Նիկոլի նման մյուս սատանա ճտերի հետ միասին նրանց հայտարարությունները Ռուսաստանի դեմ վերջի ամիսների ընթացքում, վերջի ամսվա ընթացքում, ապա պարզ է, որ շեշտը դրվում է, որ Հայաստանին քաշում հանում ենք Ռուսաստանի տակից, դնում ենք ադրել թուրքերի տակ, այդ սամիտին չի գալու Ալիևը, վախենում է Հայաստան գալ իդեպ, Ալիևը չի գալու, բայց հաջորդ սամիտը առնելու են Ադրբեջանում, Հարավային Կովկաս, պլյուս բոլոր Եվրոպայի երկրները, որոնք Եվրոմիություն չեն, այդ թվում Ուկրաինա, Անգլիա, Մեծ Բրիտանիա ներողություն, Ալբանիա, Չեռնոգորիա, Մակեդոնիա եւ այլն։ Այդ բոլորը դառնում են Եվրոմիության սատելիտներ եւ ստեղծում են մի նոր միություն Ռուսաստանի դեմ։ Ես ռուսական ալիքով հայտարարել եմ արդեն դրա մասին։ Ես դրա մասին արդեն հայտարարել եմ եւ Հայաստանը դառնում է այդ սարսափելի իրականության կենտրոնը, քանի որ ոչ մեկտեղ չգտնի նման ծախված սատանաչտեր, որի Սլովակիայում իմ բոլոր գործընկերները զարմացած են այդ Արարատի վրա, չեն կարողանում հասկանալ, երբ որ ելույթ ունեցավ Եվրոմիության պարլամենտում ներողություն, Եվրոպայի պարլամենտում ներողություն եւ հայտարարեց, որ հայ եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, KGB-ի ներկայացուցիչներ են, ես սարսափելի զանգեր ունեցա, որ այս խելագարը ինչ է խոսում, ինչ է դուրս տալիս, ոչ մեկը չի կարողանում հասկանալ։ Կարճ ասած, այդ գիծը շարունակվեց եւ եկավ նրան, որ մայիս 3-4-5-ին Հայաստանը դառնում է
սատանաների արդեն կենտրոն օջախ։ Իշնորհիվ նրա, որ մեզ կարողացան ամեն ձևի խաբել եւ կեղծելով թե ինչով իրենց բոլոր մեխանայնությունները օգտագործելով 21 թվի կարողացան եւս մի անգամ սրան երկարացնել 7 տարի դարավ այս սատանայի գոյության տարեթիվը, բայց 7 թիվը խորհրդանշական է, երևի թե այս հունիսի 7-ին դժեք էլի 7 երևի հունիսի 7-ին դրինի սատանայի ավարտը Շատ մտահոգիչ բան ասացիք։ Հիմա տեսեք, երբ որ ասում էին Հայաստանը Եվրամիության անդամ դառնա, բան, այստեղ վերլուծում էին, լրագրողներով էինք բարձրացնում այդ հարցը, մեր զարմանքն ենք արտահայտում, թե այդ ոնց կարող է դառնալ, դա բացառվում է։ Փաստորեն այդ դուք հիմա բացեցիք ճշմարտությունը, թե այդ ասվածի տակ իրականում ինչ է թաքնված, քանդվում է այս պահին գործողը, ստեղծվում է մի նոր միություն, որի կենտրոնը դառնում է Հայաստանը, այսինքն ձեր ասած, ինչպես շեշտեցիք, սատանայական է գործընթացի կենտրոնում հայտնվում է մեր երկիրը, ջախջախված, ազգային դիմագիծը կորցրած, ահա թե ինչու են թիրախավորում ամեն հայկականը, այսինքն Հայաստանը պիտի դառնա մի ոտի տակի տարածք, զուրկ ազգային դիմագծից եւ այդ տարածքում իրենք բոլորը իրենց շահերը հրաշալի սպասարկելու են գալու են այստեղ հարցերը լուծեն ընդհանուր շահերի սպասարկման թիրախում ինչպես ասացիք Ռուսաստանն է բայց մենք ինչ վիճակում ենք հայտնվում Նիկոլ Փաշինյանը որը խոսում է շատ լավ կլինի ճանապարհներ կբացվեն հարևանների հետ բարեկամություն կանենք լավ կապրենք Իդեպ ապրիլ 25-ին է խորովածի փարթի է անում հայոց ցեղասպանության ապրիլ 24-ից 1 օր անց փարթիի օր է ուտել խմելու Այսինքն Հայաստանը ինքը ինչի է վերածում մենք հայրենիք դադարելու ենք ազգային դիմագիծ ունեցող հայրենիք Արդեն վերածվել է Արմենե ջան մենք որ դրսից նայում ենք թե ինչպես են Հայաստանում ուտում խմում եւ ձեռքերը վեր պարում այն էլ ազերական երաժշտության տակ Երբ որ ազգային գործիչ է դարձել թաթան, մեր ֆանտաստիկ կատարողների գոյության պայմաններով, այն հրաշք երգիչ երգչուհիները, որոնք 10-15-20 տարի առաջ ես լսում էի, չեմ կարողանում այլևս իրենց հրաշք, այո, եւ մեր գերմարդը, որը ոչ մի ազգ չունի, կոչվում է Կոմիտաս։ Կոմիտասին հրել են, չգիտեմ ուր են մցրել։ Կարճ ասած Այս սարսափելի իրականությունը ինչ որ կատարվել է, այո, խորովածի փարթի պիտի հայտարարվի, բայց իմ դուստրերը հայրիկ գնում են Երևան կարոտած պաշտում ենք իմ թորնիկների հետ միասին, հայրիկ ջան, ում եք հանդիպում ենք ասում են գնանք միտեղ նստենք ուտենք, հոխելակով չեն այ մարդ։ Մենք ուտել Լոնդոնի ռեստորաններում սովորական բան է, ինչ գնանք ուտենք։ Սա դարձել է դիմանկար, դիմագիծ գնանք ուտենք։ Իսկապես խայտարակություն է։ Ինչ գնանք ուտենք, լսեք։ Շատ քիչ ժամանակով նստենք, կարևոր հարցեր քննարկենք։ Մեր ազգի ցավերը հոգանք։ Ջան ասենք, ջան լսենք, միը մտածենք ինչ ենք անելու, փրկվելու համար, ինչ գնանք ուտենք։ Այդ բոլորը գալիս է իշխանությունից, իշխանության պահվածքից, պարոն Գրիգորյան, տեսեք, մենք մի փայլուն կաթողիկոս ենք ունեցել, մեր սրբերից է համարվում Ադրանապոլսեցի, եթե ես չեմ սխալվում, խրատանի, այդպիսի մի խրատի թանգարան կամ այդպիսի մի գիրք է, շատ հետաքրքիր, որտեղ խոսում է իշխանավորների մասին եւ գիտեք ինչ է շեշտում, հասարակությունը կրկնօրինակում է իշխանության քայլերը, ինչպիսին իշխանությունն է, այդպիսին դառնում է հասարակությունը։ Եթե հայոյախոս է այս իշխանությունը, իսկ մեր իշխանությունը հայոյախոս է, թքում են քաղաքացու դեմքին եւ չեն պատժվում, ծեծում են, սպանում են հայ մարդկանց, գցում է Նիկոլ Փաշինյանի կորտեժը գցում է հղի կնոջը, սպանում է Եվ անգամ հետ չի նայում, տեսնի ինչ եղավ, գուցե պետք է օգնել փրկել այդ մարդուն։ Այսինքն դրա համար էլ նաև տեսեք ինչ է կատարում այսօր Հայաստանում, ամեն օր սպանություն, ամեն օր դաժան սպանության ականատես ենք մենք դառնում եւ սա բացարձակ պատահականություն չէ, սրա հետ միասին թմրամիջոցների մեջ խեղտել են նաև մեր երկիրը, դպրոցներ է մտնում թմրանյութեր, այսինքն մարդկանց ուղեղի վրա ազդում են, ծխում են, փարթի են անում
խորոված են ուտում, կուկուռուզ են ուտում, պերաշկի են ուտում, այս մթնոլորտն է ձևավորում Նիկոլ Փաշինյանը։ Սա ողբերգություն է։ Սա ող- Սարսափելի է։ Սա ողբերգություն է։ Պարոն Գրիգորյան, հիմա դուք տեսեք, որ Մի բան, այո, խնդրեմ։ ձեր ուղղակի պնդելու հաստատելու համար, թե ինչ սարսափելի բաներ ասացիք դուք էլի, թե ինչ արհավիրք է դա, ընդհանրապես մի բան ասեմ։ Իհարկե։ Ես 30 տարի ապրում եմ Սլովակիայում։ 30 տարվա մեջ փողոցում ես չեմ լսել, որ մարդիկ իրար հետ բարձրաձայն խոսեն։ Ոչ թե հայհոյեն, ոչ թե իրար խփեն, ոչ թե իրար ծեծեն, ես չեմ լսել բարձրաձայն խոսել։ Իսկ 30 տարի առաջ որ նոր է եկել, քաղաքի կենտրոնում կարող էր տեսնել երկու հոգի 10 մետր հեռավորության վրա բարձրաձայներով հետ խոսում են, դրանք գնչուներ էին։ Հիմա գնչումներն էլ բարձրաձայն չեն, բայց այն ժամանակ իսկապես հենց երկու հոգի բարձր խոսում, գնչու են, ցիգան են։ Հասկանում եք։ Հիմա գնչումներն էլ վաղուց ցանկացած հայ գալիս է Բրատսլավա, բերանը բաց է մնում, քաղաքի կենտրոնում քայլում է, շշուկում են խոսում մարդիկ։ Ինչ անպատվել, ինչ հայհոյել եւ ինչ իրար ծեծել, դուք հո խելագար չեք։ Իսկ սպանությունները 95, 96, 97 թվին իշխանությունները դաժանորեն պատժեցին այդ խմբերին մաֆիաներ։ Ալբանական մաֆիա կար, չեչնական մաֆիա կար, օսետնե բոլորին վերացրեցին եւ վաղուց ես չեմ լսել, որ Սլովակիայում, Բրատիսլավայում սպանություն լինի, ես ուղղակի չեմ լսել։ Կամ այդ վթարները, որ Երևանում տեղի են ունենում, դուք ով խելագար չեք, այստեղ մարդիկ միմյանց ռևերանս են անում ավտոբուշելուց։ Ով մյուսին զիջեց, ինքը ավելի մեծ հաճույք է ստանում։ Եվ այն մեկ, որին դու զիջել ես, ինքը անպատճառ քեզ շնորհակալություն է հայտնում ռուսային, հասկանում եք, կամ ձեռքով է անում։ Այս ինչ երթվեկություն է։ Գալիս են օտարները հրաշք երկիր, մշակույթը կացված օդի մեջ, եկեղեցիները սուրբ եկեղեցիներ, ճարտարապետությունը խելագարվելու ամեն ինչ հրաշք, արատնել աչքի առաջ, մենակ չեն հասկանում այդ ինչ մեքենա վարում, եւ այդ մեքենա վարելու ագրեսիան գալիս է ամբողջովին այդ դաստիարակությունից ու վերևից գալիս է, այո, եթե սատանան հղի կնոջը գցեց մեքենայի տակ սպանեց եւ մենք ոդկի չկանգնեցինք ու չասեցինք այս սատանային բնում խեղդենք, այն ժամանակ պետք էր հասկանայինք եւ բնում խեղդեինք։ Հիմա արդեն ուշ է, այո, հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Ունենք այն ինչ ունենք, ճիշտ է, ԱԱԾ-ի պատվալները գցելու մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից եւ նրա հիստերիկ խոսելու ձևը այլևս ինչ դաստիարակել կարող է նման իշխանությունը հասարակությանը։ Բնականաբար մենք այսօր այդ վիճակում ենք եւ իզուր չէ որ վերջերս հիմա ես կդժվարանամ ասել որ երկրից, բայց եվրոպական երկրներից մի շատ հայասեր գիտնական եկել այցելել էր Մատենադարան եւ մի հիացած արտահայտվելով Մատենադարանի մասին, հետո հաջորդ խոսքը եղել էր նրա բավական մտահոգիչ։ Կարծես ասել էր կապ չեմ տեսնում իրականության, այսօր հայերի եւ այս Մատենադարանը ձեզ ժառանգություն տված հայերի մեջ դա ցավալի է եւ դա այ դրա վրա պիտի մտածենք մենք։ Դրա համար այդ իրականությունը ծնում է նաև Նիկոլներ։ Հիմա այդ ձեր ասածից ուզում եմ հետեւյալ հարցով էլ ավարտենք եւ եզրափակենք, եթե կա ասելիք նաև խնդրեմ, պարոն Գրիգորյան, հիմա այս ընտրական գործընթացները ստացվում են անիմաստ։ Եթե Եվրոպա մեծ փողեր է տալիս, նաև այդ ծրագիրն է դուք, որ հիմա բացեցիք, փաստորեն գաղտնազերծեցիք մի լուրջ տեղեկատվություն, ինչի համար շնորհակալ եմ, որ Հայք Նյուզով եւ իմ հաղորդաշարով հնչեցրեցիք։ Այսինքն ստացվում է մենք այս շոուի կամ մեծ խաղի ակամա մասնակիցն ենք ընտրություններ ասելով եւ մեր հետ միասին այս ամբողջ ժողովուրդը եւ ընդդիմադիր հատվածը կարծում են որ պետք է գնան իրական ընտրություն լինի լեգիտիմ ընտրություն իրենք էլ կարող է հանկարծ արդար ձայներ ստանան ստացվում է ամբողջությամբ շոու եւ խայտարակություն հիմա ինչ կասեք իհարկե արդեն ԿՀ-ում հաստատում են իրենց ցուցակները, կուսակցությունները, բայց ստացվում է անիմաստ է մասնակցություն ընտրություններին։ Միևնույն է կեղծվելու։ Արմեն ջան, ես իմ կարծիքը այս մի ամիս է անընդհատ ասում եմ իմ բոլոր ելույթներում, որտեղից հրավիրում ենք խոսել, կրկնեմ։ Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ այ վաղվա օրը
դարձրեք սկիզբ, անցյալ անգամ ձեր մոտ խոսելուց ասեցի, Նիկոլի վերջի սկիզբ, խնդրում եմ, ապրիլի 24-ը հայտարարեք Նիկոլի վերջի սկիզբ, մեր սուրբ հիշողությունները փրկելու միակ քայլ դրեք հիմքը վաղը մինչև հունիսի 7 երկիրը Նիկոլից ազատելու։ Ոչ մի ընտրություններ հանկարծ չհավատաք, որ դժվարություն է ունենալու ընտրություններում գրի 57%, կարող է 67% է գրի ԿՊ-ի։ Եվ հետո կբացատրեն, որ տեսակ Եվրոմիությունը ախր մեզ այնպես սատարեց, տեսակ ինչ ծառայություն մատուցեցին մեզ, ապրեք հայ ժողովուրդ մեր տեղը, այո, Եվրոպան է, շատ ճիշտ է, եւ վերջ կկործանենք մենք։ Ոչ մի հավատ ընտրությունների նկատմամբ։ Ես գիտեմ, որ ընտրությունները կեղծվելու են ու մի 100,000 մարդ փողոց է դուրս գալու, ես դա գիտեմ, բայց լավ իմացեք, 25-30,000 ոստիկան լցնելու է, ջարդի այդ 100,000-ին, բղավելով բոլորը փախնեն, ամենամեծ հայրենասերներին տանելու է լցնելու իր նկուղները եւ ոչ մեկը ոչ մի բան չի կարողանալու անել, կամ դրսից կմիջամտեն, որ չեղա վախտերես ինչ ես անում, կտան Նիկոլին կսատկացնեն, կոչնչացնեն, բայց ինչ կառաջանա հայ հոգական ողի վրա ես չգիտեմ, որովհետև Եվրոպան դա, Եվրոմիությունը դա լավ հաշվի առել, որ եթե հանգարց դրսից կփորձեն օգնել, մենք կասենք խառնեցին եւ իրենք էլ դեսանտ են ուղարկել, շատ լավ գիտեք դրա մասին, եվրոպական դեսանտ է իջել Հայաստան, այսպես կոչած հակերային պատերազմի ժամանակ Հայաստանին օգնելու, դրանից 27 միլիոն են տվել, մենք այստեղ Եվրոպայում շատ մեծ գործ ենք անում եւ տարբեր դատարաններ ներկայացնում ենք, թե ինչ է կատարում Հայաստանում, այդ փողերը կասեցրեք այդ գումարները, որովհետև սա ոչ թե հայ ազգի վերջն է, այդ աշխարհ քաղաքականության, քաղաքակրթության օրանում, որ Արարատյան դաշտավարն է, հայկական լեռնաշխարհն է, քաղաքակրթության օրանում ստեղծված քաղաքակրթությունը այսօր եվրոպական ոչնչանալու է, ոչնչանալու, այստեղ ծնվել է, այստեղ էլ ոչնչանալու է։ Իմ ասածը բիբլիական ուղղակի ճշմարտություն է եւ խնդրում եմ բոլորը ընդունեն որպես ոչ էմոցիոնալ հայտարարություններ, այլ շատ լավ հաշվարկած եւ վերլուծած։ Արմենի ջան, անչափ շնորհակալ եմ ձեր հետ այս հետաքրքիր հարցազրույցի համար։ Ամեն անգամ ես զարմանում եմ ինչքան լավ է ստացվում մեր զրույցը եւ ինչքան կարեւոր բաներ ենք մենք հաղորդում ձեր հետ միասին մեր ազգին։ Պատգամներ ուղղակի։ Մեր այսօրվա պատգամն է Սուրբ հիշողությունը մեր նահատակների, ապրիլ 24-յան համաշխարհային ողբերգությունը, որի վրա գրվեց ցեղասպանություն եզրը իրավաբանական հաստատվեց, որը այսօր լայնորեն օգտագործվում է տարբեր ազգերի կողմից, թե նույնիսկ խորհրդային միության նկատմամբ պարզվում է ցեղասպանություն են արել երկրորդ համաշխարհային ժամանակ, իսկապես այդ սիմվոլիկ օրը թող լինի մեր վերածննդի օրը, վաղը թող լինի մեր վերածննդի օրը, բոլորով միասին ոտքի վերջ սատանային եւ սատանիզմին, մենք քրիստոնեական երկիր ենք, կեցցե մեր եկեղեցին, հայ առաքելական, կեցցե մեր վեհապարը, մենք բոլորս միասին քրիստոնեության դրոշի տակ գնում ենք ավարայր, սա եւս մի ավարայր է, շնորհակալություն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեր փոխանցած շատ կարևոր բացահայտումների հետ կապված եւ ձեր զգոնության կոչի հետ կապված ուղղված մեր ժողովրդին մնում է ականջալուր լինել։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, մենք դեռ կապի մեջ կլինենք, դեռ խոսելիք ունենք, հուսամ, որ ձեր ցանկությունները եւ որ ամբողջ մեր ժողովրդի ցանկությունն է իրականություն կդառնա, այնպես որ ինչպես ասում են քրիստոնյաները եւ հայ ժողովուրդը, Աստված մեզ հետ։ Շնորհակալություն, ցտեսություն ձեզ։